Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է երկիրոն ինքնապաշտպանության անհագտելի իրավունք։ Նա նշել է ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողությունները խախտում են Իրանի ինքնիշխանությունը։ Արաղչին այս հայտարարությունը կատարել է տարածաշրջանային գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում։ Նրա խոսքով Իրանը չի պատրաստվում անարձագանք թողնել որևէ սպառնալիք, Թեհրանը պատրաստ է պատասխանել ցանկացած նոր հարձակման։ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասել ԱՄՆ բազաների ուղղությամբ Հորդանանում, Քուվեյթում եւ Բահրեյնում։ Ըստ ֆարս գործակալության թիրախների շուրջ 70%-ը ենթարկվել է վնասի։ Հարվածների ընթացքում կիրառվել են բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու սարքեր։ ԱՄՆ կողմը հաստատել է արձագանքել է գործողություններին։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է միասնական դիրքորոշում չկա Իսրայելի դեմ բաժանմիջոցների հարցում։ Նրա խոսքով անդամ երկրներն ունեն տարբեր մոտեցումներ։ Իռլանդիան, Իսպանիան եւ Սլովենիան կողմ են խիստ սահմանափակումներից, սակայն մյուս երկրները չեն համաձայնում նման քայլերի։ Կալասը նշել է, որ նոր միջոցներ կլինեն, բայց դրանց ընդունումը բարդ է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է ֆինանսավորման կտրուկ կրճատման մասին։ Կազմակերպությունը ստիպված է բարդ ընտրություններ կատարել օգնության բաշխման հարցում։ Որոշ դեպքերում ռեսուրսները վերցվում են սովածներից մահամերձներին փրկելու համար։ Իրավիճակը գնահատվում է որպես ճգնաժամային։ ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային աջակցություն։ Վրաստանի խորհրդանի խոսնակ Շալվա Պապոաշվիլին հայտարարել է. Եվրամիությունը պահանջում է հակառուսական պատժամիջոցների կիրառում։ Նրա խոսքով դա ներկայացվում է որպես վիզային ռեժիմի պահպանման պայման։ Վրացական կողմը դա որակել է որպես վտանգավոր ճնշում։ Նա նշել է նման քայլերը կարող են վնասել երկրի տնտեսությանը։ Բանակցությունները շարունակվում են Բրյուսելում։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ նոր հարձակումների դեպքում կկիրառեն լայնածավալ պատասխան գործողություններ։ Ըստ հայտարարության թիրախավորվելու են տարածաշրջանի բոլոր ռազմավարական օբյեկտները։ Նախորդ գործողությունները եղել են պատասխան բնույթի։ Իրանը ընդգծել է ռազմական պատրաստվածությունը։ Ֆարս գործակալության տվյալներով Իրանի զինված ուժերը հայտարարել են լայնածավալ պատասխան գործողությունների մասին ԱՄՆ բազաների ուղղությամբ։ Ըստ աղբյուրի իրանական ուժերը հասել են իրենց նախատեսված թիրախների մոտ 70%-ին։ Գործողություններում կիրառվել են բալիստիկ հրթիռներ եւ այլ զինատեսակներ։ ԱՄՆ կողմը եւս արձագանքել է տարածաշրջանային զարգացումներին։ ՌԴԱԳՆ խոսնակ Մանիա Զախարովան հայտարարել է. Արևմուտքը փորձում է ոչնչացնել իր պարտությունների եւ հանցագործությունների ապացույցները։ Նա նշել է, այդ գործընթացն իրականացվում է Կիևի միջոցով։ Զախարովան անդրադարձել է Սևաստոպոլի թանգարանի վրա հարձակմանը որպես օրինակ։ Նրա խոսքով նման գործողությունները համակարգված են եւ նպատակ ունեն վերացնել պատմական ապացույցները։ Նա նաեւ նշել է, հուշարձանների թիրախավորումը դարձել է լայն տարածված երևույթ։ Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին անմիջական ներգրավվածության մեջ։ Եվրոպական միության դեսպանները սկսել են քննարկել Ռուսաստանի եւ Բելարուսի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այս մասին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։ Ըստ տեղեկությունների քննարկումները դեռ սկզբնական փուլում են եւ արագ որոշումներ չեն սպասվում։ Փաթեթի հաստատման համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների միաձայն համաձայնությունը։ Եվրահանձնաժողովը հույս ունի, որ այն կհաստատվի արդեն հունիսին։ Նոր սահմանափակումների հիմնականում վերաբերում են նավթային եւ բանկային ոլորտներին։ Իրանի Հորմոզգան նահանգում ջրամատակարարումը խափանվել է ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Ըստ տեղական իշխանությունների ավելի քան 20,000 մարդ մնացել է առանց խմելու ջրի, վնասվել են ջրամբարներ եւ բաշխման համակարգեր։ Հարվածները վերագրվում են ԱՄՆ գործողություններին։ Տեղական ծառայությունները փորձում են վերականգնել ջրամատակարարումը։ Իրավիճակը գնահատվում է որպես լուրջ հումանիտար խնդիր։ Քննարկում ենք, թե երբ կյանքի կկոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նախընտրական գործընթացի շրջանակում եւ երբ հրապարակենք սահմանադրության տեքստը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արտարադատության նախարար Սրփուի Գալյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստին սահմանադրության հարցներ օրակարգում։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը, առաջիկայում ամբողջացնելուց հետո, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին։ Մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ, նշել է նախարարը։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ 61 մանդատ ունենալու դեպքում իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Սրփուի Գալյանն ասել է, եթե հարցը այն է իրավիճակ է փոխվել այդ առումով, ես դες կասեմ, որ իրավիճակ չի փոխվել։ Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, մենք աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք այսօր մտածում են, ապագայում եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս միասին կկայացնենք համապատասխան որոշում, նշել է Սրփուի Գալյանը։
Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ, մուտքագրման ընթացքում եղել են սխալներ, տողեր են թռցրել, մարդկային գործոնն է խնդիրը։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Մեր արձանագրությունները կան, հրապարակված են, սակայն նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պետք է ճշգրտվեն։ Մենք ըստ էության Երևանում ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թե վերկուսակցության տեխնատուն այդպես է ցանկացել, մանրամասնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրել է իր ղեկավարած կառույցը մահակ է հանցագործությունների համար, պայքարում են հանցագործությունների դեմ։ Մենք որևէ ուժի իշխանության ոչ քարոզչություն ենք անում, ոչ հակաքարոզչությունը։ Ձեր հարցադրումը տեղին չէ, որովհետև մենք ամեն հանցագործության վերաբերյալ հրապարակել ենք ձայնագրություն, ասել է Նահապետյանը, արձագանքելով դիտարկմանը, թե հակակոռուպցիոն կոմիտեն նախընտրական շրջանում մահակ էր դարձել ընդդիմադիր ուժերի համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում, նա մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին ասել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Փաստաբանի խոսքով նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ 2019 թվականին եւ իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել։ Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք շփումներ նախատեսվում են երկու երկրների ղեկավարների միջև։ Համապատասխան որոշումները կկայացվեն կախված ընտրական գործընթացների ավարտից, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր, շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ծաղիկների մի քանի խմբականակի Լատվիա արտահանմանն աջակցության համար, ինչը յուրովի խթան կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև հետագա կապերի սերտացմանն ու առևտրային նոր ուղղությունների զարգացմանը։ Թուրքական ընդդիմադիր մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները արագանում են եւ նպատակը հարաբերությունների կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր ձեռնարկելն է, այս մասին գրել է Էրմենի Հաբերեյեմը։ Կայքը պնդում է, որ նախատեսվում է առաջին փուլով Իգդիր ու Մալիջան սահմանային անցակետը բացել փոխադարձ անցումների համար։ Հաղորդվում է, որ հայկական կողմում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում մտադիր են կարճ ժամկետում ավարտել աշխատանքները։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև առևտրի ծավալը ներկայումս գնահատվում է 300-ից 350 միլիոն դոլար ու երկկողմ առևտրում գերակշռում են հագուստը, քիմիական արտադրանքը, սնունդը եւ չմշակված թանկարժեք մետաղները։ Եվրոպացիները ավելի շատ կենտրոնացած են պատերազմի շարունակման, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ուկրաինական կարգավորման գործում եվրոպացիների միջնորդության հնարավորությունը։ Նա նշել է, Մոսկվան ներկայումս չի տեսնում Եվրոպայի պատրաստակամությունը խաղաղ գործընթացին նպաստելու հարցում։ Պեսկովի խոսքով եվրոպական երկրները նախընտրում են աջակցել հակամարտության շարունակությանը։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է խաղաղ բանակցությունների թեման երկրորդական պլան է մղված։ Լեհաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի Եմեն անդամակցության բանակցությունների մեկնարկին, սակայն դեմ է Կիևի համար ցանկացած արտոնյալ պայմանների։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով Վարշավան չի պատրաստվում իր աջակցությունը փոխանակել Ուկրաինայի եվրոպական ձգտումների հետ։ Միաժամանակ նա ընդգծել է Լեհաստանը չի համաձայնի հատուկ արտոնությունների տրամադրմանը։ Տուսկի խոսքով Ուկրաինայի եվրոպական ճանապարհը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին։ Նա հավելել է, այդ գործընթացը պետք է լինի նաև Լեհաստանի շահերին համապատասխան։ Ֆրանսիան նոր պատժամիջոցներ սահմանել օկուպացված արևմտյան ափում տեղի ունեցող գործընթացների պատճառով, երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է։ Ֆրանսիան արգելել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի մուտքը երկիր։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև վերաբնակեցման կազմակերպությունների ղեկավարներ եւ մի շարք վերաբնակիչներ։ Փարիզը Սմոտրիչին մեղադրում է արևմտյան ափի բռնակցման եւ նոր բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը խթանելու մեջ։ Ֆրանսիան ընդգծել է, շարունակում է պաշտպանել երկու պետություն սկզբունքը։ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, այս մասին հայտարարել նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է, Եվրոպայի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց Ուկրաինայի մասնակցության։ Զելենսկու խոսքով հենց այդ պատճառով Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին ռազմավարական անհրաժեշտություն է։ Նախագահը հիշեցրել է, այդ տեսակետը կիսում են նաև մի շարք գործընկեր երկրներ։
Ռուսաստանը պահանջում է Եվրոպայից հեռացնել ամերիկյան միջուկային զենքը, այս մասին հայտարարել է ՌԴԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը։ Նրա խոսքով Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զինանոցը սպառնալիք է Ռուսաստանի ռազմավարական անվտանգության համար։ Մոսկվան պնդում է այդ զենքը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ։ Բելոուսովը նաև կոչ է այլ ապամոնտաժել դրա տեղակայման համար ստեղծված ենթակառուցվածքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան Apache ուղղաթիռը խոցվել է Հորմուզի նեղուցի տարածքում։ Նրա խոսքով ուղղաթիռը բարեկություններ իրականացնում դեպքի պահին նա ընդգծել է Միացյալ Նահանգները պարտավոր է արձագանքել այդ հարձակմանը։ ԱՄՆ նախագահը միջադեպը բնութագրել է որպես լուրջ մարտահրավեր։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևի հետ։ Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ զրույցի ընթացքում անդրադարձ եղել նաև միջազգային թեմաների։ Քննարկվել են հարաբերությունների ընթացիկ ուղղություններն ու փոխգործակցության տարբեր ոլորտները, մանրամասներ նախարարությունը չի հրապարակել։ Իրանի զինված ուժերը հայտարարել են հարձակվել են տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտի վրա։ Ըստ ԻՐԻԲ-ի գործողությունը եղել է պատասխան ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներին։ Իրանական կողմը նշել է թիրախավորվել են ամերիկյան ռազմական օբյեկտներ։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր պատասխան գործողություններ իրականացրել Իրանի դեմ, ըստ ամերիկյան տվյալների խոցվել են Իրանի հոբ համակարգեր եւ ռազմական ենթակառուցվածքներ։ Իրադարձությունները զարգացել են Apache ուղղաթիռի միջադեպից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է կնքվել ինչպես մեկ շաբաթում, այնպես էլ մի քանի ամսում։ Նրա խոսքով կողմերը շարունակում են աշխատել պայմանավորվածությունների ուղղությամբ։ Վենսը նշել է Միացյալ Նահանգները շարունակում է հասնել երկարաժամկետ լուծման։ Նա ընդգծել է քննարկումները վերաբերում են նաեւ Իրանի միջուկային ծրագրին։ Փոխնախագահի կարծիքով կողմերը մոտ են որոշակի առաջընթացի։ Միաժամանակ նա ընդունել է դեռևս զգալի աշխատանք կատարելու։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել օտարերկրյա զորքերին հեռանալ Իրանի հարակից տարածքներից։ Նրա խոսքով նման զորքերի ներկայությունը մշտական ռիսկ է ստեղծում տարածաշրջանում։ Արաղչին նշել է ցանկացած սխալ կամ միջադեպ կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների։ Նա ընդգծել է Թեհրանը նախընտրում է դիվանագիտական ճանապարհը։ Միաժամանակ նախարարը հայտարարել է Իրանը կարող է խոսել նաև այլ լեզուներով։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ 805 դիմում մերժվել է։ Ազգային ժողովում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։ Նա նշել է, թե վիճակագրություն չկա, արդյոք 805-ի մեջ Արցախից բռնի տեղահանված անձինք կան, թե ոչ։ Իմ ունեցած տեղեկության համաձայն գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնազավթված մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով ամենակարճ ժամանակում է նայում։ Իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն, ընդգծել է Պողոսյանը։ Դատախազը հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի Փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ ի թիվս այլնի 2026 թվականի մայիսի 12-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից եւ նրա կնոջից Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարուս-Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի ապօրինի ճանաչված մասի շուրջ 91%-ի նկատմամբ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր շարունակվում է որոշ տեղամասերի վերահաշվարկի գործընթացը, որը հեռարձակվում է ուղիղ եթերով։ Նշենք, որ ընտրական հանձնաժողովը ստացել է ընդհանուր թվով 30 դիմում Բարգավաճ Հայաստանի Միասնության թևերի եւ Հայաստան դաշինքի վստահված անձանց եւ տեխնացուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ Վարչական դատարանն արգելել է Պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից, այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի բողոքները նրանց նկատմամբ կայացրած վիճիռների վերաբերյալ։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միշտորթել է անմեղ ճանաչել նրան։ Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արայիկ Հարությունյանը, նշելով, որ համաձայն է պաշտպանի ներկայացրած դիրքորոշմանը, բոլոր փաստաբանները դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը ելույթներին նախապատրաստվելու համար։ Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների եւ արևմուտքի աննախադեպ միջամտության ներքո, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Աննախադեպ ճնշում ընդդիմության նկատմամբ մի կողմից դա այն է, ինչ ակնհայտորեն իրականացնում էին Հայաստանի իշխանությունները որպես հայեցակարգ։ Եվ արևմուտքի միջամտությունը նույնքան աննախադեպ է իմ կարծիքով այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում, ասել է Զախարովան մեկնաբանելով կայացած ընտրությունները։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը պահանջել է, որ Ադրբեջանը անհատպաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին, քաղաքական գործիչը հիշեցրել է հայ գերիներին գնդակահարելու դեպքերը, որոնց կադրերը տարածվել էին համացանցում։ Հաշվի առնելով սա, կարևոր է, որ Միացյալ Նահանգները պահանջի, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին, ասել է նա։ Միջազգային արժութային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 25 միլիոն դոլարի հատկացում։ Այս մասին նշված է Միջազգային արժութային հիմնադրամի կայքում։ Միջազգային արժութային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի համար նախատեսված Stand-by Arrangement ծրագրի առաջին վերանայումը։ Վերանայման ավարտը հնարավորություն է տալիս հատկացնել շուրջ 25.1 միլիոն ԱՄՆ դոլար, ասված է հայտարարության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորի Նիկոլ Փաշինյանին, սպասում են ընտրությունների պաշտոնական եզրակացություններին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների, այնուամենայնիվ նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացությունների, նշել է Պեսկովը, ապա պարզաբանել, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ են ստացվել, ուստի պաշտոնական արդյունքներն առանձնահատուկ կարևորություն ունեն։ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներից բացակայում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի շնորհավորանքը եւ չնայած դրան Էրդողանը հանդիպել է Պոլսու հայոց պատրիարք Սահակարգ եպիսկոպոս Մաշալյանի հետ, հանդիպանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարարը եւ մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը, ինչպես նաև падգամավոր Սևան Սվաջօղլուն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրություն կատարելիս Հայաստանը պետք է հիշի, որ Ռուսաստանն է եղել նրա անկախության երաշխավորը, ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայել Շվիդկոյը։ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի անկախության երաշխավորը, կարծում եմ այս ամենը պետք է հիշել եւ հաշվի առնել, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում է, թե որ միությանը միանալ։ Միաժամանակ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անդամ լինելը գործնականում անհնար է, ասել է հատուկ ներկայացուցիչը։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը եւս անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին։ Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա, ընտրություններն անցել են բարդ պայմաններում, ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում մինչև քվեարկության սկիզբը, բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր, նշել է Լեբեդևը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն, այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են Բարգավաճ Հայաստանը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախորդին, երբ միայն 4 ընտրատեղամասում ընդդիմադիր կուսակցության տվյալներով 120 ձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր հաշվարկել։ Վերահաշվարկն ավարտվելու է ուրբաթ օրը, հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի նկատմամբ գործող գնային սահմանաչափի պահպանման տարբերակը, առաջարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում պահպանել առավելագույն շեմը։ 1 բարելի դիմաց 44.1 դոլարի մակարդակում։ Այս սահմանաչափը կիրառվում է այն նպատակով, որպեսզի ռուսական նավթի տեղափոխող տանկերները կարողանան պահպանել ապահովագրական ծառայություններից օգտվելու իրավունքը։ Ցուցանիշը հաշվարկվում է Բալթիկ եւ Սև ծովի նավահանգիստներում Urals տեսակի նավթի FOB արժեքի հիման վրա։ Ռուսաստանը մեկուսացնելու եւ թույլատնելու բոլոր փորձերից անկախ շարունակում է մնալ ուժեղ եւ մրցունակ երկիր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով երկրի ուժը պայմանավորված է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ներուժով։ Նա ընդգծել է արտաքին ճնշումներ չեն կարող կոտրել Ռուսաստանի դիրքերը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել հակամարտության հետագա ընթացքի համար։ Նա նշել է Եվրամիության G7 եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի զարգացումների վրա։ Զելենսկու խոսքով այժմ կարևոր է նախապատրաստվել հունիս-հուլիս ամիսներին սպասվող որոշումներին եւ բանակցություններին։ Նա ընդգծել է ամառային քաղաքական նորակարգը կարող է նշանակալի դեր խաղալ հետագա գործընթացներում։
Կրեմլում կարծում են Եվրոպան դեռ պատրաստ չէ Ուկրաինայի հարցում իրական միջնորդ դառնալուն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով եվրոպական երկրները դեռևս հեռու են խաղաղարար եւ հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելուց։ Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցային ձևաչափերը։ Նա ընդգծել է Մոսկվան առայժմ չի տեսնում միջնորդական բավարար նախադրյալներ։ Լեհ-զինվորականները զգուշացել են բնակիչներին Ռուսաստանի սահմանի մոտ ռազմական ակտիվության աճի մասին։ Խոսքը հրդեհային փոթորիկ 26 անվանումով զորավարժությունների մասին է։ Զինվորներն ու ռազմական տեխնիկան կարող են տեսանելի լինել ճանապարհներին եւ հասարակական վայրերում։ Զորավարժությունների նպատակը ուսումնական առաջադրանքների իրականացումն է։ Լեհական կողմը չի հրապարակել դրանց ճշգրիտ սցենարի եւ անցկացման վայրերը։ Մամուլի ծառայությունը նշել է, բոլոր գործողությունները կրում են պլանային բնույթ։ ԱՄՆ-ն դեռևս Ռուսաստանի Դաշնությանը չի փոխանցել Վոլոդիմիր Զելենսկու եւ Սթիվեն Ուիտքոֆի միջև կայացած զրույցի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվան պաշտոնական տեղեկություն չի ստացել ամերիկյան կողմից։ Պեսկովը նշել է, այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն չկա։ Բուլղարիայի նոր իշխանությունները չեն նախատեսում շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը։ Նա ընդգրկված է վարչապետ Ռումեն Ռադևի ձևավորած նոր կառավարությունում։ Ռադևը բազմիցս հանդես է եկել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու դեմ։ 2022 թվականից ի վեր Բուլղարիան Ուկրաինային տրամադրել է 13 ռազմական օգնության փաթեթ։ Նոր իշխանությունները նախընտրում են դիվանագիտական մոտեցումները։ Էստոնիայի նախագահ Արալ Կարիսը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ չեն կարող անցկացվել առանց Կիևի մասնակցության։ Նրա խոսքով գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև Եվրոպական միության երկրները։ Նա նշել է, ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ դեր ունենալ բանակցություններում։ Վերջինս դեմ է արտահայտվել փակ կամ սահմանափակ ձևաչափերին։ Էստոնիայի նախագահը նաև կոչ է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Նրա գնահատմամբ դա անհրաժեշտ է դիվանագիտական լուծման հասնելու համար։ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերը քննադատել է Ուկրաինային աջակցելու գերմանական քաղաքականությունը։ Նրա խոսքով իշխանությունները պետք է առաջնահերթ լուծեն երկրի ներքին խնդիրները։ Վերջինս նշել է, տնտեսական դժվարությունները խորանում են, իսկ բնակչության բարեկեցությունը նվազում։ Նա նաև քննադատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը։ Պատգամավորը կոչ է արել աջակցել այն ընկերություններին, որոնք շարունակում են աշխատել ռուսական շուկայում։ Դատախազահանային քրեական հետապնդում է հարուցել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Զվարթնոց օդանավակայանից Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է, նշելով, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-ից 3 օրյա այց ուներ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ եւ եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում է տուն, նշել է Իվետա Տոնոյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկ իրականացնելու պահանջով, այս մասին հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԿԸՀ-ն դիմումը վերահասցեագրել է համապատասխան ընտրատարածքին վերահաշվարկ իրականացնող մարմին։ Փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 77-ը վերաբերել են Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, 67% են կազմել, 24-ը վերաբերել են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 20.8% են կազմել, 11-ը վերաբերել են Հայաստան կուսակցությունների դաշինքին, 9.6%։ 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացուներից 6-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ներքին գործերի նախարարության ոստիկանությանը։ Նախաքննության ընթացքում տեխնացուներից 2-ը հայտնաբերվել են եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Պրեգոմեշ խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram էջի ստորի բաժնից։
Կիպրոսի Հանրապետության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից։ Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով, Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային։ Կիպրոսը պատրաստ է ել ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը եւ Կիպրոս-Հայաստան հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի եւ Իրանը առնվազն մեկ շաբաթ չեն փոխանակվի հարվածներով։ Նա ընդգծել է վերջին բանակցությունները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ եղել են դրական եւ իրավիճակը ժամանակավորապես կայունացել է։ Թրամփի խոսքով կողմերը նախորդ հարվածներից հետո արդեն կանգ են առել եւ որոշել են չսրել իրավիճակը։ Նա հավելել է ներկայումս չկա անմիջական ռազմական էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ նա նշել է, եթե կողմերը պահպանեն զսպվածությունը, հնարավոր է ավելի երկարաժամկետ խաղաղության հիմք դրվի։ Մեծ Բրիտանիայի հրապարակազեկույցի համաձայն պատերազմի սկսվելուց ի վեր Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել 29 նավ, արձանագրվել է ընդհանուր 54 միջադեպ, ներառյալ կասկածելի գործողություններ եւ առևանգումներ։ Նշվում է, իրավիճակը վերաբերում է Հորմուզի նեղուցին եւ Օմանի ծոցին։ Զեկույցում ընդգծվում է, վերջի շաբաթներին հարձակումների թիվը նվազել է, մասնագետները դա կապում են տարածաշրջանում ժամանակավոր լարվածության թուլացման հետ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Վաշինգտոնը կշարունակի Իրանի հետ համաձայնության հասնելու ջանքերը անկախ Իսրայելի դիրքորոշումից։ Նա նշել է միջուկային ծրագրի կարգավորումը ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունի։ Վենսի խոսքով հնարավոր է հասնել երկարաժամկետ լուծման բանակցությունների միջոցով։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի նպատակն է կանխել նոր էսկալացիան տարածաշրջանում։ Վենսը հավելել է դիվանագիտությունը շարունակում է մնալ առաջնային ուղի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են հասնել համաձայնության ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Նրա խոսքով կողմերի միջև լուրջ հակասություններ գրեթե չկան։ Թրամփը նշել է, գործընթացը կարող է ավարտվել նույնիսկ ժամերի ընթացքում, եթե չլինեն խոչընդոտներ։ Նա վստահություն է հայտնել առաջիկա բանակցությունները կլինեն վճռորոշ։ Միաժամանակ նա ընդգծել է, իրավիճակը գնահատվում է շատ մոտ լուծման փուլում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ռազմական գործողությունները չեն կարող լուծել Մերձավոր Արևելքի խնդիրները։ Պեկինի խոսքով ուժի կիրառումը միայն խորացնում է ճգնաժամը։ Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել զսպվածություն եւ վերադարձալ բանակցությունների։ Նշվում է, տարածաշրջանում իրավիճակը գտնում է վտանգավոր փուլում։ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղ գործընթացին։ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում Համասի 3 զենքի պահեստների ոչնչացման մասին։ Հարվածներն իրականացվել նաև ռազմածովային ոստիկանության շտաբի ուղղությամբ։ Գործողությունների ընթացքում սպանվել են մի քանի զինյալներ։ Նշվում է, թիրախները կապված են ռազմական կառույցների հետ։ Իսրայելը հայտարարել է, գործողություններն ուղղված են անվտանգության ապահովմանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, երկիրը չի փոխի իր արտաքին քաղաքական կուրսը, չնայած Եվրամիության հնարավոր սահմանափակումներին։ Նա նշել է, վիզային ռեժիմի վերացման սպառնալիքներ չեն ազդի Թբիլիսիի դիրքորոշումների վրա։ Կոբախիձեի խոսքով հասարակությունը հասկանում է ընթացող գործընթացները։ Նա ընդգծել է, շանտաժը որևէ արդյունք չի տա։ Վրաստանը շարունակում է իր քաղաքական ուղին անկախ արտաքին ճնշումներից։ Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մինդանաո կղզու մոտակայքում։ Վիրավորների թիվը հասել է հարյուրավորների։ Տասնյակ մարդիկ դեռ համարվում են անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են ծանր պայմաններում։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 10-ից 14-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևանում հունիսի 10-ից 14-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։